Մակերեսի սահմանափակումը հանել են Քողակտորի։ Այսինքն պատկերավոր ասած 100 մետր հողի վրա կարելի է 40 մետրը տրամադրել կառուցապատմանը։ Հա, բնականաբար մնացած, այսինքն մենք փոխել ենք հիմա դա եւ 400 մետրից ներքև էլ կարելի է կառուցապատում անել։ Իմիջիայլոց ասեմ, ու դա շատ լավ կարգավորում է, որովհետեւ հիմա նաեւ կարծում եմ կուլտուրան փոխվում է եւ իմիջիայլոց 16 միլիոնի ծրագրերը դրան շատ նպաստում է, որ մարդիկ առանձնատների չափերի փոփոխություն է տեղի ունենում։ Ու սա նորմալ է, որտեղ մարդիկ սկսում են ռացիոնալ հաշվարկել, բա կոմունալ ծախս կա, պահպանման ծախս կա եւ այլն եւ այլն եւ այլն։ Այն խորհրդային միության ժամանակներից, երբ որ շինանյութ եւ այլն տարբեր տրամաբանությամբ էր, մարդիկ ընդհանուր տուն կառուցելիս բան էին անում, պլանավորում են, ասում են, բա որ բաները, ասենք Գերդաստանի ներկայացուցիչները հավաքվեն, որտեղ են քնելու եւ հարսանիք որը լինի, հյուրերը որտեղ են քնելու եւ այլն, ինչը իմիջիայլոց, ես չգիտեմ, առիթ ունեցել եմ կիսվելու, թե չէ, բայց օրինակ ես այս պաշտոնավարման ընթացքում իմ ճամփորդություններում հետեւյալ մի հետևությունն եմ արել, որ այնտեղ որտեղ պետությունները եւ հասարակությունները պայմանական ասած ուժեղ են եւ զարգացած են, այդտեղ առանձնատների չափերը փոքր են։ Ինչ կապ ունի սա հանրության եւ պետության ուժեղացման հետ։ Ես օրինակ ասենք մի շարք եվրոպական երկրների, որոնք տենց շատ բան են, քաղաքակրթական կենտրոնն են եղել եւ ըստ էության այսօրվա ժամանակակից քաղաքակրթությունը հենված է իրանց ստեղծած արժեքների վրա, երբ որ առիթներ եղել է գյուղերով եւ այլն շրջել եմ եւ տեսել եմ, ես ապշել եմ տների փոքրությունից, առանձնատների փոքրությունից, որը իհարկե ի սկզբանե նպատակը եղել այն, որ տաքացնել եւ այլն բան լինի։ Եվ հաջորդ պահին որպես միջին վիճակագրական հայաստանցի մոտ հարց է ծագել։ Բա մի րոպե, բա այս մարդիկ որ պետք է ծնունդ անեին, որտեղ են արել, որ սենց փոքր է իրենց տները։ Եվ բնականաբար ստացել են պատասխանը մոտակա փաբում կամ որովհետև ստեղ հնարավոր չի հյուր ընդունել։ Եվ սա այդ փոքր տները ստիպել է, որ մարդիկ դուրս գան եւ շփվեն իրար հետ։ Այդ շփումը գեներացնում է մտքեր, այդ շփումը գեներացնում է կապեր, այդ շփումը ուժեղացնում է հանրային հարաբերությունները, հանրային հարաբերությունների նոր որակ է ստեղծվում։ Իսկ մենք մեր դեպքում մի փոքր այլ տրամաբանություն է։ Մենք տները կառուցում ենք հիմնականում այնց, որ այնտեղից դուրս գալու կարիք ընդհանրապես չլինի։ Եվ սա իր հետ բերում է հանրային եւ քաղաքական եւ պետականության հետ կապված եւ իրավակարգի հետ կապված որոշակի բաներ, հետևանքներ, որտեւ երբ որ դու ավելի շատ դրսում ես, դու ավելի մեծ շահագրգռություն ունես, որպեսզի իրավակարգը լինի ուժեղ, քան թե դու տանն ես ավելի շատ, երբ որ դու ավելի շատ տանն ես, քո շահագրգռությունը, որ իրավակարգը լինի ուժեղ, ավելի պակաս է, որովհետև դու համարում ես, որ իրավակարգը այդ պարագայում քո դռնից ավելի շատ է ներս մտնում, իսկ երբ որ դու դրսում ես, ընդհակառակը իրավակարգը ինչքան ուժեղ, քեզ համար դրսում ավելի շատ տնային պայման է ապահովում։ Ու սրանք շատ կարևոր նրբություններ են, որոնք ել եմ ասում, մեր իրականության մեջ չեն ուսումնասիրում, մենք չենք հետազոտում, մենք մեզ չենք ճանաչում բավարար չափով, բայց մենք պետք է դա անենք անպայման։ Իմիջիայլոց Տիկին Անդրեասյան, սրանք շատ կարևոր թեմաներ են, եւ կառավարությունն էլ այս թեմաները նաեւ գիտության զարգացման տրամաբանության մեջ պետք է մենք այս թեմաները դնենք մեր գիտական հանրության առաջ, որպեսզի մենք այդ հետազոտություններով կարողանանք մեր որոշումները ավելի լավ ճանաչել եւ մեր կարիքները ավելի լավ ճանաչել։ Հիմա օրինակ 16 միլիոնի ծրագրերը մեր գյուղերը փոխում է, որովհետեւ լրիվ ուրիշ կուլտուրա է ձևավորվում։ Հիմա ասենք ես վստահ չեմ, կարող ենք օրինակ հետազոտություն անել, թե օրինակ մեր գյուղերում, ասենք օրինակ Բերքաբեր գյուղը, որ ամենաշատ
ինքը իր ծավալի համեմատած ամենաշատ օգտվող գյուղերից մեկն է։ Կարելի է հետազոտություն անել։ Մինչև 16 միլիոնի ծրագիրը քանի տուն կար գյուղում, որ կառուցվել է նախագծով, եւ հիմա քանի տուն կա, որ կառուցվել է նախագծով։ Ես համոզված եմ, որ այստեղ թվերը, տեսակարար կշիռները, իսկ նախագծով տունը ուրիշ մտածողություն է։ Նախագծով կառուցված գյուղը, նախագծով կառուցված քաղաքը, քաղաքաշինությունը առաջին հերթին մտածողություն է։ Մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Դա պատ չի ուղակի մեր փողոցները եւ այլն, դրանք ձևավորում են մեր մտածողության ձևը, մեր շենքերը, մեր շուշաբանդները ձևավորում են մեր մտածողության ձևը։ Եվ սրանք շատ խորքային փոփոխություններ են եւ այդ փոփոխությունները պետք է մենք տեսնենք, գնահատենք, ուսումնասիրենք։ Համեց Մի կարճ մեկնաբանություն ես անեմ, երբ որ դուք խոսում եք այդ մեր հատկապես առանձնատների մասին, ես կարծում եմ, որ մենք տենց փոքրիկ ամրոցներ են կառուցում, ոչ թե տներ մեր համար, որ պաշտպանվենք, ենթադրում եմ ժամանակին դրա կարիքը եղել է, բարձր պարիսպներով, այդ ձեր ասած բոլոր հարմարությունները, որ ամեն ինչ փոքր միջնաբերդ, հա, որտեղ կարելի է ապրել երկար, մեծ բաներով, նկուղներով, որտեղ կարելի է ամիսներով ուտելիք պահել եւ այլն, եւ այդ տրանսֆորմացիան պետք է տեղի ունենա, ես կարծում եմ, որ տեղի է ունենում ու այդ մեր թաղամասերը 16 միլիոնների ու ոչ միայն էլի ուրիշ տիպային թաղամասեր էլ կան, բերում են դրան, որ աստիճանաբար պարիսպների բարձրությունն է իջնում, նյութերն են փոխվում, փքարը դառնում է փայտ, փայտը դառնում է ցանցանման, որ մարդիկ նաև իրար տեսնեն։ Դուք բոլորս շատ լավ գիտենք, չէ՞, որ այնպես են բարձրացնում, որ ոչ մի բան իրարից ոչ տեսանելի լինի, ոչ էլ շփում լինի, ու ճիշտ եք ասում, որ այս բանավեճը միանշանակ կարևոր է մեր համար։ Պարոն Թորոսյան, տեսեք, շատ ճիշտ եք ամրոցի տրամաբանությամբ, իսկ ինչ որ ամրոցի պատից են կողմա, ինքը պոտենցիալ սպառնալիք է։ Այդ թվում իրավակարգը, այդ թվում պետությունը, ոչինչ որ դա քո պետությունն է։ Այդ թվում իրավակարգը ու մնացած ամեն ինչը։ Սա ֆունդամենտալ, սա մենք ենք, ոնց մենք ընկալում ենք ինքներս մեզ, մեր պետությունը։ Հիմա շատ բան է փոխվում, բայց մենք չենք հիշում ուղղակի դա, որովհետև չի ուսումնասիրվել, որ այդ մտածողությամբ, երբ որ Հայաստանում սկսեցին ավելի շատ տարածվել սրճարաններ, ռեստորաններ եւ այլն, ամեն կողքի սեղանը, մյուս կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այո, հիմա դրա համար կամած հիմա որոշակիորեն դա փոխվել է։ Ամեն սեղանը կողքի սեղանին ընկալում էր որպես պոտենցիալ սպառնալիք։ Այստեղից է սկսել այդ խոսակցությունը, որին ես նույնիսկ կառավարող կուսակցության համաժողովի ընթացքում անդրադարձա, որ բազմաթիվ բաներ սկսում են նրանից ինչ ես տենց նայում։ Ինչ ես նայում ընդհանրապես։ Ինչ ես նայում։ Դուք ասում եք տեսնել, բայց մի րոպե ոնց։ Ինչ ես նայում։ Որովհետև նայելը արդեն բան է, առաջին արձագանքն է, որ եթե ինչ որ մեկին նայում է, ուրեմն ինչ որ մի բան պլանավորում է, ոչ են, եւ դա պետքա կասեցնել։ Բնում խեղդել այդ սպառնալից մտադրությունը, համեցեք, պարոն Միրզոյան։ Պարոն վարչապետ, իրականում չափազանց խորքային ու շատ կարևոր մտածողություն ձևավորող թեմաներ ենք շոշափում եւ քանի որ այդքան փորեցինք եւ հասանք ստեղ, մի բան էլ ես ասեմ։ Այո, այդ պարիսպները ստեղծված են, որովհետեւ այդ պարիսպից ներս իմն է եւ այդտեղ կա իրավակարգ, պարիսպից դուրս իմը չի եւ ինձ ոչինչ հետաքրքիր չի, բայց սա եկեք արձանագրենք, որ օբյեկտիվ պատճառներ ունի, որովհետեւ 1000 տարի մենք պետություն չենք ունեցել։ Դա եղել է այլ մարդու, այլ ազգի պետությունը եւ մենք այդտեղ եղել ենք քաղաքացի եւ մերը եղել է մենակ այդ պարիսպից ներսը։ Դրա համար հարկահավաքն է մերը չի եղել, հարկեր չենք սիրում վճարել, ոստիկանը մերը չի եղել, ոստիկան չենք սիրում իրավ իրանց բան կարգավորումներին, հա։ Եվ հիմա այս տրանսֆորմացիան է, որ պետքա տեղ ունենա, այդ պարիսպները պետքա իջնեն, հարկերը մենք պետքա տանք, որ ոչ միայն մեր պարիսպից ներս սիրուն եւ բարեկարգ լինի, այլ պարիսպից դուրս էլ մայթ կառուցվի, գունավոր դպրոց կառուցվի եւ այլն։ Այսինքն մենք ճիշտ այդ տրանսֆորմացիայի մեջտեղն ենք, բոլոր process-ներն են նորմալ են, օբյեկտիվ են, պետքա տենց քիչ-քիչ առաջ գնալ։ Այստեղ մի նրբություն կա, պարոն Միրզոյան։ Եվ ես էլի այդ բանախոսությունները, որոնք հիմնականում չեն լուսաբանում, դրան անդրադառնում եմ։ Ես ասում եմ, երբ որ
հաղթահարման առաջին քայլը դա ճանաչելն է։ Դրա մասին խոսելն է։ Ինչ եմ ես կառավարության նիստում սրա մասին խոսում, կամ ինչ եմ ընդհանրապես սրա մասին խոսում։ Որովհետև հաղթահարման առաջին ձևը եւ ես դա ճանաչել եմ շատ տրիվիալ մի օրինակով, որի մասին չեմ խոսա կառավարության նիստում, բայց այդ բանախոսությունների ժամանակ խոսում եմ։ Շատ տրիվիալ կենցաղային օրինակով եմ հասկացել, որ միջև խնդրի մասին չխոսես, խնդրեմ չես կարող հաղթահարել։ Համեցեք, պարոն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ։